Չորեքշաբթի օրվա մի հրաշալի երեկո առաջարկում եմ բոլորով միասին գնալ ժամադրության, եթե իհարկե Նինան դեմ չի։ Ընդհանրապես դեմ չեմ, ավելին ասեմ, մենք երեքով ենք գնալու, որովհետև այսօր մեր հյուր ա եկել գեղեցկուհի դերասանուհի Էմմա Սապունջյանը։ Արի։ Բարև ձեզ։ Բարև Էմմա ջան։ Բարև։ Շատ գեղեցիկ ես։ Շնորհակալ եմ փոխադարձ։ Էմմա, մենք քեզ այսօր լիքը հարցեր ենք տալու, գիտենք, որ նշանված ես, բայց մինչև նշանдрեկը հաստատ ունեցել ես ժամադրություններ, կասես քո համար որն ա եղել այդ ակնհայտ կարմիր դրոշակը, որ ժամադրության ընթացքում ասել ես հաստատ չէ։ Ոյ, այնքան կարմիր դրոշակներ ունեմ ես Բայց ակնհայտ է։ Թվարկել այսօր չենք ավարտի։ Իրականում ժամադրություններ շատ չեմ ունեցել, հա, հերիքա մարդուն նայեմ, արդեն գտնում եմ այդ կարմիր դրոշակները, բայց օրինակ, եթե ժամադրության գնանք, հենց ամենաառաջին կարմիր ֆլաժոկները, խորքայինների մասին չեմ խոսում, էլի, օրինակ, սպասարկող անձնակազմի հետ վատ վերաբերմունքը, ճպճպացնելով ուտել, ծամել, սխալ դիրքով նստել։ Օրինակ սխալ դիրքով նստել։ Դե հիմա որ ցույց տամ շատ տգեղ գնալու։ Ինչպես սովորաբար տղաների մի սեգմենտ նստում է, օրինակ մետրոյի մեջ։ Այո։ Այսպես 3 հոգու տեղով զբաղացնում։ Այսպես։ Այո։ Այդ այնց կամ ոտը մյուս ոտի վրա, ասենք սրճարանում սիրուն չի էլի։ Հետո այնտեղ արդեն առաջին ժամադրության ժամանակ, եթե այդ կարմիր ֆլաժոկները չկա, այնտեղ արդեն գալիս է շատ ավելի լուրջ կարմիր ֆլաժոկներ, օրինակ, չգիտեմ, կանգա տեղի կողքնին է, բան, այնց բաներ, որոնք շատ այլ բաներ են թաքնված։ Եթե սենց վերցնենք ինչ-որ հատկանիշներ, որոնք առաջինը կարող են վանել, հասկացանք արդեն դա, իսկ եթե գրավիչ հատկանիշներ ինչ-որ վերցնենք, որը կարող է ուղիղ միանգամից գրավի, թեկուզ ոչ բնականաբար ռոմանտիկ ինչ-որ ֆորմատով, ուղղակի հաճելի է դա տղամարդու մեջ տեսնել։ Գեղեցիկ քայլվածք, գեղեցիկ նստածրած ձայն, որ ականջից ծակի։ Ձայնը, հա, ձայնը մի ուրիշ գեղեցիկ շարադրված խոսք, հանգստություն, չգիտեմ, այդքան հերիք չի։ Շատ լավ։ Հա, շատ լավ է։ Էմմա իսկ նշանածը թատերական ոլորտից, հա։ Չէ։ Ու ինքը ոնց է նայում քո այդ մասնագիտությանը ու արդյոք չկան խանդի տեսարաններ եւ այլն եւ այլն։ Չէ, բացարձակ չկան, որովհետեւ ես ինքս խանդի առիթ չեմ տալիս, մասնագիտական առումով եմ ասում, ընդհանրապես մեկ-մեկ դե բնականաբար լինում են, բայց ես այդ առիթները չեմ տալիս, որովհետեւ այն ինչը որ իր մոտ կարող է խանդ առաջացնել, նախ եւ առաջ ես մտածում եմ ասում լավ, եթե ինքը տենց բանաներ ինձ դուր կգար, թե չէ։ Ու բնականաբար հասկանում եմ, որ յուրաքանչյուր նորմալ մարդու համար դա խանդի պատճառ կարող հանդիսանալ ու իհարկե չեմ անում։ Բայց ընդհանրապես չի խթան է խոչընդոտը։ Չէ, երբեք։ Ինձ թվում է, երբ մարդ հասուն կայացած մարդ հա իր կողակցին չի ասի, դες ես ինչի մի արա կամ մի աշխատի ես մի արա, որտեվ այդ մարդուն է հաճելի չի լինի, որ իր կողքը անհետաքրքիր մարդ լինի, ով չունի զբաղմունք, որ ծանոթացել եք արդեն դերասանական, թատերական ոլորտում եք եղել, էլի մի քիչ բայց դա քիչ չեն դեպքերը, հա, ցավոք աղջիկներին արգելում են զբաղվել իրենց մասնագիտությամբ։ Մենք ունենալու ենք այսօր հերոսուհի, ինչի առիթով Զարան շատ ուրախ է, ասա ինչու։ Այո, շատ ուրախ եմ, որովհետև ինձ շատ հավես է ստացվում, երբ որ ունենում ենք հերոսուհի, լինում ենք 3 աղջիկներով, հիմնականում գաղափարակից եւ շատ լավ կարողանում ենք օգնել կարմիր դրոշակների հարցում։ Ոչ մի տղա չենք հավանում։ Ոչ մի տղա չենք հավանում արդյունքում։ Իսկ հիմա տենանք ինքը ինչ խոչընդոտներ ա ունեցել եւ ինչ արգելանքների է հանդիպել, որ եկել հասել է մեր այս տաղավար։ Դիմավորենք մեր հերոսուհուն։ Մեր գեղեցկուհի հերոսուհին Լուիզան արդեն մեզ մոտ է եւ կարող ենք ծանոթանալ։ Լուիզա ջան, խնդրեմ նշեք, ինչով եք զբաղվում, որ ոլորտից եք։ Լուիզա Թարվերդյանն է, դերասանական ոլորտում զբաղվում եմ, բայց հիմնականում իմ աշխատանքը կոսմետոլոգիան է, գեղեցկության ոլորտում, բժշկական մաշկաբան կոսմետոլոգ, սովորել եմ ուրիշ երկրում, ոչ Հայաստանում, արմատներս Թեհրանից են, հայրս Իրանը հայ է, իսկ դերասանությունը որպես հոբի տենց սկսեցի զբաղվել, մանկության երազանք է, սենց ասած, սկսեցի շարունակել երազանքներիս հետևից գնալը, սենց ասած, գալուս օրվանից ու ոնց որ թե ստացվում է մոտս։
Ընտիր։ Իսկ ինչը բերեց ձեզ մեր տաղավար, ինչ ակնկալիքներով եք եկել։ Նոր ծանոթություններ, նոր ընկերներ ձեռք բերելու համար եւ թե տարբեր մարդկանց հետ ծանոթանալու։ Շատ լավ մտքով եք եկել։ Ունեցել եք նախկինում հարաբերություններ։ Հա, Ու ոնց է ավարտվեք, երկարատև է արդյոք թե ոչ։ երկար հարաբերություններ եղել է, այո, բայց հիմնականում լուրջ եղել ոչ մի բան։ Չեմ կարողանում գտնել այն միակին, որ կարա ինձ հասկանա։ Մանավանդ այս բնագավառում, որ ես հիմա ներկա պահին կամ, արդեն դժվար է էլի ընտրել այդ միակին, որ քեզ հասկանա։ Իսկ ով է ձեր համար այդ միակը, ինչ ստանդարտներ ունի։ Թե մարդկային որակական, թե արտաքին։ Դե ամենակարևորը ես ժամայինի մեջ չեմ տեղավորվում։ Մի րոպե, ձեր գրաֆիկի մեջ չեք կարողանում ժամանակ հատկալ։ Օրվա ընթացքում օրինակ կարողա նկարահանումների լինեմ առավոտից մինչև գիշերվա ժամը 1-ը, օրինակ։ Իսկ դա ինձ խանգարում է, օրինակ որտեղ ես, ինչ ես անում, ինչ չպատասխանեցիր, այդ հարցերը շատ է խանգարում, դրա համար չի ստացվում։ Դուք նշեցիք, որ նոր եք, չէ, այդ մեր ասպարեզի մեջ, այսինքն նախորդ հարաբերությունների դեպքում նման խնդիր չի եղել։ Չէ, նախորդ չի եղել, նոր։ Իսկ նախորդ հարաբերությունների հետ կապված ի՞նչն է եղել խնդիրը, որ չեք լրջացրել։ Նախորդ ուղղակի երկար ժամանակ շփվելուց հետո հասկացանք, որ չենք կարողանում միասին, ուղղակի այդ։ Ինչի չեք կարողանում։ Դե մարդիկ լրիվ ուրիշ մտածելակերպ ունեն, ես ուզում եմ ուրիշ բան իմ կյանքից, իսկ ինքը ուզում է ուրիշ բան։ Լավ, իսկ ձեր համար ով է այն միակը, ինչ արժեքներ պետք է ունենա, որ ասեք, այ ինքը իմ միակն է, ու ինչ արտաքին որակավորումներ պետք է ունենա, որ ասեք ինքը իմ միակն է։ Դե արտաքնով նորմալ, ընդհանրապես ես բոյով տղամարդ եմ սիրում, բայց ինքը կապ չունի ինչ պետք է ունենա, ուղղակի հասկանա էլի դրության մեջ պետք է մտնի, որ օրինակ ես այս ժամի չեմ կարա, ես այն ժամի չեմ կարա։ Այսինքն դուք էգոիստ եք ուզում լինեք, ինքը պետքա ձեզ հասկանա, որ դուք շատ խառնեք, բայց դուք չհասկանաք իրան։ Դե չէ, ես էլ կարամ հասկանամ, բայց ինքը ավելի շատ պետք է հասկանա, եթե ես այս բնագավառում եմ, ինքը պետք է ավելի շատ հասկանա։ Իսկ կուզեք, որ ձեր ապագա ամուսինը եւս լինի, օրինակ, այս բնագավառից կամ այլ բնագավառից, բայց ունենա նույն տիպի խիտ գրաֆիկ, այսինքն այնպես լինի, որ դուք օրվա մեջ մի ժամ իրար տեսնեք, բայց հասկանաք իրար։ Դե հա, շատ կուզեմ, դա առաջին պայմանն է, որ մի ժամ տեսնեք օրը։ Չէ, առաջի պայմանն է, որ կուզեմ ինքը նույն մասնաճյուղ ունենա, կամ բժիշկ լինի, կամ ինչ-որ դերասան լինի, ինքը ավելի շատ կարա հասկանա։ Երեք քրաշում հավանում եք արտաքնապես։ Դե հիմնականում ինձ քրաշ չունեմ, սաղին հավանում եմ։ Չէ, բայց արտաքնապես որ ասեք։ Ֆատման չկա որ ասեք էլի։ Արտաքնապես չեն առիթավորվի հաստատ։ Արտաքնապես դե շատ հավանում եմ իրանց Արոկյանին։ Մենք էլ։ Բոլորին էլ հավանում եմ, ես չի ասեմ, որ ինչ-որ արտաքինով ոնց կարող եք բոլորին հավանել։ Լուի դե Ֆյունեսն էլ է դերասան, նույն Միրանց Արոկյանն է, բայց ընդհանրապես չեք կարող ասել, որ երկուսին էլ հավանում։ Օրինակ որ տեսնում եք սյոմկայի տեղը պլաշատկայում, կասեք, «Օ, այ ինքը քրաշ է, ով է»։ Թեկուզ չտեսնեք հոլիվուդյան աստղերից կարող եք ասել։ Դե երևի հենց մերակ Միրանց Արոկյանը լինի։ Իզեր նախկին հարաբերությունների տղան Միրանց Արոկյանի նման էր։ Չէ, ընդհանրապես։ Դրա համար է չլուրջ։ Դրա համար չանցավ հաջորդ։ Չէ, ինքը հակառակ ինքը շատ բարի տղա էր, շատ Միրանց Արոկյանն էլ է կարող է բարի։ Դե արտաքնապես երևի նման չի եղել, չէ՞։ Արտաքնապես չէ, ընդհանրապես նման չէր, բայց ինքը լրիվ հասկանում էր ինձ, բայց ուրիշ Բայց ինձ ուրիշ բան մի քիչ անհանգստացրեց, այսինքն վստահաբար երեքս էլ տարբեր զբաղվածություն ունենք ու գերզբաղվածություն կա նկարահանումների առումով, հատկապես երբ ինչ-որ երկարաժամկետ նկարահանումներ է լինում, բայց անձնականին տրամադրել ինչ-որ ժամանակ, այդ իմ տեսանկյունից մի քիչ ավելի ցանկության հարց է, գուցե այն մարդը ձեզ չի հանդիպել, որի համար դուք պատրաստ եք այդ ինչ-որ schedule անել, այդ մարդուն տեղավորել գրաֆիկում եւ ասել ես այս մարդուն պետքա ժամանակ տրամադրեմ, որովհետեւ ամեն դեպքում եթե մենք մեր վրա ենք այդ ասենց վերցնում, հա, հասկանում ենք, որ
հասկանում ենք այդ մարդը ուզում է ձեզ տեսնի, հանդիպեք ու շաբաթվա մեջ ժամանակ տրամադրել անձնականին, կարծում եմ շաբաթը մեկ ցանկության հարց է, համաձայնվեք, որ մի քիչ ցանկության հարց է։ Հա, կարա լինի, բայց նենց չի եղել, որ չեմ ուզել, եղել է օրեր, որ ուզել եմ, ուղղակի չի ստացվել։ Բայց ինչի չի ստացվել։ Դե օրինակ գնացել եմ նկարանման, ասել են ժամը 10-ին կվերջանա, ես էլ ասել եմ 10-ին։ Ու այդ նկարանում վերջացել է ժամը 3-ին։ Դրա համար Ես ուղղակի այն մարդկանցից եմ, որ մշտապես թե եթե ցանկություն ունենամ, միանշանակ ես ժամանակ կգտնեմ եւ դիմացինիս էլ չեմ հավատում, որ ասում է ժամանակ չունեմ։ Երբեք։ Ես ինքս օրինակ Էմանել համոզված եմ, նկարահանվում ենք սիթքոմներում ու չեմ պատկերացնում այդ ինչ ստրկատիրական վիճակում եք գտնվել, որ չեք կարողացել դուրս գաք, որովհետև ձև չկա, մենը գնացին, բայց ես մնացի։ Այդ ինչի՞։ Դա կարողա ձեր մեջ է խնդիրը եղել, որ դուք մնացիք։ Մենք ոնց որ չենք մեղադրում ձեզ բնականաբար համատության դաշտ չենք տանում, ուղղակի աղջիկա հետ ոնց որ մեր փորձառությամբ ենք կիսվում, ոնց որ անձնականին, եթե ցանկություն լինի, հնարավոր է ժամանակ հատկացնել, ուղղակի պետք է տենց մեր ճաշակով տղա լինի։ Դե որ լինի։ Այդ Այ որ լինի։ Այդ նախ պետքա ճաշակով լինի։ Իսկ ձեր ճաշակը որն է, բացի այն, որ Միրան Ծառուկյանն է, ուրիշ ձև, օրինակ ինչ երաժշտություն լսի, ինչ ֆիլմեր դիտած լինի, ինչպիսի արտաքին ունենա։ Արտաքինը դե Միրան Ծառուկյանն է։ Ինչպիսի ներքին հատկություններ ունենա, որի հաթը դուք պատրաստ եք ձեր ժամանակը եւ ծանր գրաֆիկը ասեք, այստեղ եմ գցում եւ գնաք նրա մոտ։ Դե ամենակարևորը ասում եմ արվեստից լինի, որ ինչ որ ընդհանուր բան ունենանք։ Հիմա գալու են մասնակիցները, որպեսզի ընդհանուր բան ունենաք, պետք է օրինակ նույն երաժշտական ճաշակ ունենաք, ֆիլմերը սիրեք, օրինակ ձեր top 3 ֆիլմերը կասեք, որոնք նայում եք եւ սիրում եք։ Ես երգերի հետ կապված ես մենակ սիրում եմ հայերեն երգեր։ Ուրիշ ոչ մի բան։ Կասեք ձեր սիրելի երաժիշտներին, երգահաններին, արտիստներին։ Դե Տիգրան Ասատրյանին շատ եմ սիրում։ Հենց Միրան Ծառուկյանին երգերը շատ եմ սիրում։ Արկադի Դումիկյան ըստ ուղղվածության։ Կարա լինի, ավելի շատ Ավո Ադամյանը։ Լավ, մենք արդեն մոտավորապես պատկերացում կազմեցինք մեր հերոսից, իսկ հիմա տեսնենք մասնակիցները արդյոք պատրաստ են զոհել իրենց ժամային գրաֆիկները եւ տեղավորվել մեր հերոսու ժամային գրաֆիկի մեջ, թե ոչ։ Հակառակը, կարող են այնպիսի տպավորություն թողնել թե մեր թե հերոսուհու վրա, որ մեր հերոսուհին իր բազմազբաղ գրաֆիկում կարողանա ինչ-որ փոքրիկ պատուհանչիկ հատկացնել նրան։ Հեսա կհասկանանք։ Համաձայն եմ։ Ինչպես հասկացանք, մեր հերոսուհին իսկապես խիտ գրաֆիկ ուներ, շատ բազմազբաղ էր։ Տեսնենք մեր առաջին մասնակիցը Մհերը, կկարողանա այնպիսի տպավորություն գործել բոլորիս վրա, որ Լուիզան նրա համար ինչ-որ ժամեր հատկացնի։ Ես նայում եմ այս կողմ, որովհետև Մհերը արդեն այստեղ է։ Ողջույն։ Ողջույն։ Մի քիչ կպատմեք ձեր մասին։ Ես Մհերն եմ, մասնագիտությամբ օպերատոր լուսանկարիչ։ Զբաղվում եմ հենց այդ մասնագիտությամբ։ Իսկ ունեցել եք հարաբերություններ։ Ունեցել եմ, այո։ Շատ տխուր։ Հա, Երկար է տևել ձեր հարաբերությունները։ մոտ մի 4 ամիս, մինչև բանակ հաճախելուց։ 4 ամիս է տևել հարաբերությունները, բայց ամեն դեպքում այնքան sense խորը հետ կա թողել ձեր վրա փաստորեն, որ անգամ կարճատև հարաբերությունից հետո ենթադրում եմ բավականին ժամանակ անցել է արդեն, տարիներ անցել են, բայց այդ հետքը դեռևս sense մենք զգացինք ամենայն դեպս, այ չեմ ասում կոնկրետ sense պատմեք, այն ինչը ճիշտ կհամարեք բարձրաձայնել, զուտ որ պատկերացում կազմենք, ինչպիսին էր հարաբերությունները եւ ինչը ձեզ խոցեց։ Խոցել է մի քիչ, չգիտեմ, ասեմ թե չասեմ, որովհետև ոնց կա։ Դավաճանությունն էր շատը։ Դուք գնացիք բանակ, ձեզ դավաճանեց։ Այո։ Դուք բանակում եք, ինքը էստեղ Ես բանակում իմացա, որ ինքը ուրիշ տղայի հետ է շփվում։ Իսկ որտեղից իմացաք, եթե գաղտնիք չի։ Հենց այդ տղայից։ Ում հետ որ շփվում էր։ Բայց ձեր հետ էլ է շփվում, այսինքն զուգահեռ երկուսիդ հետ շփվում։ Այո։
հետաքրքիր կյանքով են ապրում մարդիկ։ Իսկ փորձել եք խոսել իր հետ։ Չեմ ուզեցել։ Դրանից հետո էլ ինչ խոսամ։ Բայց կարող է այդ տղան ուղակի զրպարտում էր, կոմսուտում էր, ավելի լավ չէ։ Աղջիկն էլ է հաստատել։ Լավ, կոտրվելա ձեր փոքրիկ սրտիկը դրանից հետո։ Այն ձևի, որ միջի հիմա իսկ չեմ էլ ուզում շփվեմ ինչ-որ մեկի հետ։ Չեք վստահում աղջիկներին էլ։ Ցավոք ոչ։ Ինձանից նեղամիտ եղեք, բայց դե չգիտեմ ինչն է պատճառը։ Բայց շատ կարևոր է, որ ձեր անձնական այդ մի փորձառությունը չազդի հետագա հարաբերությունների ու հետագա շփումների վրա։ Հասկանում եմ տրավման կա, բայց ինչ որ ժամանակին պետքա հաղթահարել այդ տրավման ու որ եկել եք այսօր այստեղ, դա եւս շատ գովելի քայլ է, այսինքն ինչ որ քայլ ամեն դեպքում անում եք։ Ինչ ակնկալիքներով եք եկել այստեղ, ինչու եք եկել։ Եկել եմ, որ գոնե նենց մարդ լինի իմ կողքին, որ վստահ լինեմ, վստահ եմ իրեն, ոչ թե, չգիտեմ, ոնց ասեմ, որ լավ լինի, վստահություն ներշնչի, կարողանամ էլի շփումս նենց լինի, որ երկար լինի։ Ինչպիսին պետքա լինի կինը, որ վստահություն ներշնչի, այսինքն ինչ պետքա անի շփման մեջ, որ հասկանաք մի անգամ։ Ամենակարևորը չստի։ Դե սկզբում չեք հասկանա, սկզբնական ինչ որ Չէ, ընթացքում, սկզբնականը չէ, ընթացքում չստի, լինի հավատարիմ։ Չէ, նկատի ունենք սկզբնական փուլում ինչ պետք է անի, որ դուք որոշեք, որ իրան պետք է վստահեք։ Օրինակ առաջի ժամադրությանն եք գնացել։ Ինչ պետք է անի աղջիկը, որ ասեք, վայ ինքը կարա իմ դուրը գա։ Լինի խելացի։ Ոնց պետքա դրսևորվի այդ խելացիությունը։ Մի անգամ առաջին հանդիպմանը նստենք, խոսենք, Հարստեք երկուսին գումարած երկու ինչ ասենք, էգզիստենցիալիստական փիլիսոփայությունից խոսենք, չգիտեմ, աբսուրդի գրականությունից խոսենք, առաջին ժամադրության, ասեմ, Կաֆկա սիրում եք, ինչ որ այս կարգի զրույց եք պատկերացնում, ոնց պետքա լինի աղջիկը, որ մի անգամից ասեք խելացի է։ Ամենակարևորը լինի բնական, ինչ կա, դա լինի մարդկության համար կողքիներս որ տեսնեն չասեն օրինակ եմ ախիրել։ Դուք զուգընկերուհի ընտրում եք կողքինների համար, չէ՞, դուք զուգընկերուհի ընտրում եք ձեր համար։ Չէ, համել կողքիների, որ կարծիքները նենց լինի, որ կողքիների համար էլ, ասենց ասեմ, գոնե մի քիչ հաճելի լինի, էլի։ Կողքինների կարծիքը կողքինների պրոբլեմն է, էլի հազար ներողություն, բայց կողքինների համար հաճելի լինի, այսինքն արտակնապես նենց աղջիկ լինի, որ կողքինների համար հաճելի լինի։ Սենց ասեմ, ես մի քիչ խանդոտ եմ։ Նենց լինի, որ մենակ, սենց ասեմ, ինձ հետ շփվի, տենց կողքիների հետ շփումին։ Համ ուզում եք կողքիների համար հաճելի լինի, համ չէ, տղաների համար եմ ասում, այդ տղաների հետ կա տենց շատ կապ չունենա։ Հասկացաք, ասեք հենց այդ մի հատ մի կողմ կդնենք, ասեք ինչ արտակինով աղջիկների եք հավանում, արտակինը, որ նայեք, ասեք այս աղջիկա հետ կան է ընկերություն։ Ամենակարևորը լինի գեղեցիկ։ Շատ Ամաչեցիք մը։ Շատ կոլոտ չլինի։ Ինչ։ Շատ կոլոտ չլինի։ Հետո Շիկահեր, սևահեր։ Շիկահեր ավելի շատ։ Շիկահեր։ Կապուտաչյա, սևաչյա, կանաչաչյա։ Չէ, կապուտաչյա։ Ահա, դուք նկարագրեցիք շատ գեղեցիկ աղջկա։ Հիմա նման աղջկան ոնց կարող եք չխանդել։ Համ ուզում եք, որ ձեր ուրիշները, հա, կողքինները, հա, ներողություն, կողքինների համար հաճելի լինի, եւ ուզում եք այնպես լինի, որ կողքիններին հաճելի չլինի։ Ինչ-որ տենց բան հասկացա։ Չէ, չափ կա, հաճելի լինելու էլի։ Ո՞րն է չափը։ Ասեմ, ոյ մհերի ընկերուհին էս ինձ սիրուն է, բայց չենք շփվում իր հետ։ բայց չենք։ Ну, հա, կարող է տենց լինի։ Որ դա ձեր դիրքից էլ է գալու։ Դե հա, գիտեմ։ Իսկ կարող եք դուք ձեր դիրքը դնել։ Փորձում եմ։ Ոնց եք փորձում։ Ավելի շուտ շատ սահմանափակումներ դնելով շփման մեջ։ Սահմանափակում որ։ Կարծում եք լուծումն է, սահմանափակումը լուծումը կամ դիրքը դնելը սահմանափակում։ Կներեք, էլի բանակից հետո որ եկել եք, ել չեք ունեցել հարաբերություններ։ Չէ, ոչ։ Նկարագրեցիք արտաքին շիկահեր, բարձրահասակ, կապուտաչյա, եթե այդ ստանդարտներին չի համապատասխանում, բացարձակապես շանս չունի։ Մի քիչ։ Մի քիչ շանս։ Շատ, մի քիչ։ Բայց կներեք, մի հատ կարող եմ ձեզ բան հարցնել։ Իսկ դուք ինչ եք պատրաստ տալու աղջկան,
որ ինքը ձեր կողք կլինի, որովհետև դուք հələ միայն պահանջներ եք ներկայացրել, իսկ ինչ եք դուք տալու այդ աղջկան, որ ինքը կողքիններին չնայի, ձեզ նայի միայն։ Նա հարցեր։ Դժվար Դժվար հարց է, կարող եք կրկնել, հետ կա պատասխանեք։ Հիմա լիկվիդ։ Մի համաչեք, մհեր, ես այդքան եմ։ Մենք հնարավորինս Նինան փորձում է հումորներ անի, մենք ժպտանք, որ դուք ձեզ ավելի ազատ Հա, բայց կարամ մի քիչ ղայնանամ։ գաք։ Մի քիչ ղայնանամ, ասեմ ինչ, որովհետև անկեղծ ես հասկանում եմ շատ լուրջ տրավմա եք ունեցել, դավաճանությունը Աստված ոչ անի, մարդիկ անցնեն դրա միջով, բայց որ անցնում են բնականաբար վստահությունը աշխարհի հանդեպ կորմը, լրիվ հասկանում եմ։ Բայց կարծում եմ այդ ինչքան է դժվար է բաց թողնելը, դուք հələ ոնց որ դրա տակ եք մնացել, ու սենց շատ եք դուք ինքներդ ձեզ եք ծանրացնում, ես ոչ հոգեբանական ինչ-որ բան եմ ասում, զուտ իմ կողքի կարծիքն եմ ասում, ու մի հատ էլ հերիք չի, դուք եք այդ սահմանափակումների մեջ աբոր, մի հատ է ուզում եք այդ ձեր կողակցին այդ սահմանափակումները տակ, բայց իտոգում դուք ոչ մի բան չեք ուզում, ոնց հասկացա, տակ այդ աղջկան։ Ճիշտ եմ չխայնանում մհեր։ Ցավոք հա։ Իսկ մի հարց տամ, էլի, քանի տարի անցել է դեպքից։ 6 Բավականին երկար ժամանակ է։ Բայց ձեր գնահատմամբ ինչքանով է ստացվել հաղթահարել կամ ինչ որ մի բան արել եք այդ տրավման հաղթահարելու համար։ Փորձեր եղել են, բայց չի ստացվել։ Իմ մեջ է խնդիրը։ Այդ լավ է, որ գիտակցումը կա, որ որոշակի այդ ինքնակնդատական մոտեցում բնականաբար մշտապես լավ է, բայց ինչ որ պահի ամեն դեպքում պետք է քայլ անել ու իմ տպավորությամբ այստեղ գալը արդեն ինչ որ Քայլ է մեծ, մեծ, բայց պետք է նաև Հիմա դուք բացեք հարաբերությունների համար։ Հա։ Հա։ Այժմ հա, արդեն հա։ 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 Դե եկեք մենք անկեղծ ժամադրությանը ոնց հասկանում եմ բանակից հետո չեք ունեցել, չէ՞ ինչ որ ժամադրություններ աղջիկների հետ։ Մի անգամ։ Ու ոնց է անցել։ Նորմալ։ Ահա, բա հետո ինչի՞ չի ստացվել։ Չգիտեմ, իմ մեջ էր խնդիրը։ Բայց անընդհատ ձեզ մի մեղադրեք։ Չէ, անընդհատ ձեզ մի մեղադրեք, որովհետև դիմացինը կարան հենց բայի, որ դուք մտածեք, որ դուք եք մեղավոր, բայց ինչ որ ինքն են հենց բաներ։ Ցավային էր, որ դիմացինս նենց չէր պահում էլի, որ խնդիրը իր մեջ լինի։ Ես էի մի քիչ, չգիտեմ, թե ասեմ ամաչկոտեմ, թե չգիտեմ, սահմանափակայի մտածելակերպը։ Չէ, դες մի ոյ։ Չէ, տենց եմ մտածում։ Չգիտեմ, դուք չգիտեմ դիմացինս ոնց է մտածում, բայց ըստ ինձ ես տենց եմ։ Ինքնակնդատությունը լավ բան է, բայց ինքնակնդատությունը լավ բան է այնքան, քանի մեր ինքնագնահատականի վրա չի ազդում ու պետք չի անընդհատ կենտրոնանաք, անընդհատ արժեզրկեք ձեր հատկանիշները հիմա, խնդրում եմ, սենց շատ ամուր ձևով ասեք ձեր մի քանի դրական հատկանիշներ։ Ինչ լավ կողմեր ունեք։ Հավատարիմ եմ, դա ամենակարևորը։ Ամենալավ դրական կողմերից մեկն է։ Եկեք գտնենք ձեր դրական։ Հիմա ասեք հետո ինչ երաժշտական ճաշակ ունեք, հələ եկեք դա հասկանանք։ Ռաբի շատ է։ Ինչ։ Ռաբիս։ Ինչի՞ եք Ռաբիս ամաչում, երաժշտություն։ Չի կամաչում, իսկականից։ Ուզում եք որևէ մեկը ձեզ չի քննադատելու ձեր ճաշակի եւ ձեր ընտրության համար։ Ձեզ դուր է գալիս երաժշտական այդ ոճը, որևէ մեկը իրավունք չունի ձեզ ասելու, իրա չգիտեմ, ինտելեկտուալ եսին բարձունքից ասելու կամ արժեզրկելու ձեր ճաշակը։ Դա Շատ են ասել, դրա համար եմ ասում, կաշկանդվում այդ պահով։ Օրինակ ես եմ ասում վլեի, ես լրիվ լուրջ եմ ասում վլեի բանը, եկել եմ նորից մնամ, իմ ամենասիրած երգերից մեկն է։ Բայց ես վստահ կարամ ասեմ, որ իմ դուրը գալիս է։ Դուք է պետքա վստահ լինեք։ Այ քեզ բան ուրիշը չի հավանում, դա իր խնդրեմն է։ թող չլսի։ Ընդհանրապես մի լսեք, մի չխայնացրեք ինձ էլի մհեր, թե չէ դուրս կհրավիրեք։ Շատ են որ կողքինից կարծիքները, չգիտեմ, խեմ շատ եք կենտրոնանում կողքի կարծիքների վրա։ Ռաբիս օրինակ ասեք ձեր սիրելի top 3 երգերը, որ Ռաբիսից մեծ սիրում եք, հələ հասկանամ։ Առաջինը մի գնա։ Քեզ խնդրում եմ մի գնա։ Երկրորդը։ Ուր որ գնաս։ Երրորդն էլ բանակի մասին երգ։ Մաթել է։ Աղ չգիտեմ, յարիս ոնց ասեմ։ Ցավոտ երգա, բայց դե սիրում եմ։ Ինչի՞ Սիրում եմ, չէ, այդ հարաբերությունների պահով եմ ասում։ Այդ երգը հանում ենք։ Հա, բայց դուք համ լավն եք, ոնց որ ասում եք, լավն է, բայց մի մտցրեք, լավն է, վատնա։ Հələ նայեք, երեք գեղեցկուհիներ ձեզ համոզում են, որ դուք լավն եք։ Դուք հասկանում եք, որ լավն եք։ Մենք գեղեցկուհի ենք ձեր ստանդարտներով։ Այո։ Շատ անկեղծ լավ այո,
Ահա, երեքս էլ մերի ճաշակով չենք հասկացանք։ Չէ։ Այ ջան, ձեր հետ շատ հավես էր զրուցելը եւ կարծում փորձեցինք փոքր, թեկուս փոքրիկ էսպես ազդել ձեր թե այն բանի վրա, թե ինչպես եք ինքներդ ընկալում ձեզ, որտեվ կարևոր է, որ թե ինչպես ենք մենք մեզ ընկալում։ Իսկ ձեր մոտ այդ ինքնաընկալում, ստոնթոտ ինքնակննադատական, ամաչել եւ այլն։ Եթե մի բան սիրում եք, ասեք սիրում եք։ Եթե մի բան ձեզ դուր է գալիս, հանգիստ ասեք, որ դա ձեզ դուր է գալիս։ Եթե իհարկե օրենքին չի հակասում, էլի նենց բան է։ Խոսքը սենց ճաշակի հետ է կապված, այնպես որ արդեն կարող եք պատրաստվել, տրամադրվել, որովհետեւ քեզ կօգնենք։ Ու մի մտածեք, հա, թե կողքից ինչ կասեն, ինչ կմտածեն, ձեր կողակիցը մյուսների դուրը կգա կամ չի գա, դա իրանց գործը չի։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Այ դες դուխ պետք է ապրես։ Ես շատ վստահ եմ, որ մեզ հետաքրքիր ժամադրություններ են սպասվում, դրա համար պետք է ծանոթանանք նաև երկրորդ մասնակցի հետ, Սոսը արդեն մեզ մոտ է, բարև ձեզ, խնդրեմ պատմեք ձեր մասին։ Ես Սոսն եմ, 33 տարեկան եմ, Երևանից եմ։ Աշխատում եք, սովորում եք։ Աշխատում եմ, ունեմ նաև իմ փոքր տենց կարելի ասել բիզնեսը, նոր սկսած։ Հիմնական միջոցառումներ եմ կազմակերպում, ինքս լուսանկարիչ եւ վիդեոնկարիչ եմ։ Սոս ջան, ունեցել եք նախկինում հարաբերություններ եւ եթե այո, ինչպես են ավարտվել ու ինչու են ավարտվել։ Հա, ունեցել եմ, հիմնականում եթե ավարտվել են, ուրեմն Եթե ավարտվել են, Չէ, ավարտվել են, բայց հիմնականում են որ իրար հետ ոչ թշնամանքվել են, որ կարող ինչ որ մեկս մյուսով տենց եթե օգնության կարիք ունենանք, այն որ ազատ կարանք դիմենք իրար, որ ընկերական էլի այսպես։ Այսինքն հավատում եք, որ հարաբերություններից հետո հնարավոր է մնալ ընկերներ։ Դե մեր մոտ տենց է եղել։ Հիմա էլ եք շփվում եք աղջկա հետ։ Հիմա ճիշտ ասած ժամանակ չեմ ունենում, որ շփվեք։ Բանալի բառը ժամանակ չեմ ունենում։ Միանգամից ականջ ծակես, որտեղ մեր հերոսուհին էլ է սպասված վաղ։ Ես տարբեր բնակավարներում եմ համ աշխատում, համ էլ մասնագիտությամբ հաշվապահ եմ, անկախ փորձագետ եմ։ Ձեր կարիերայի հատվածը հասկացանք։ Հիմա ավելի անձնական մեր հերոսուհին նկարահանվում է, խիտ գրաֆիկ ունի, այ հետաքրքիր է ոնց եք վերաբերվելու օրինակ կողակցի գրաֆիկին, այդ ժամանակային հատվածը ոնց եք գտնելու, հանդիպելու։ Ասում եմ, պետք է օրվա մեջ դաժե 25-րդ ժամը գտնել։ Ահա։ Հա, շատ լավ էր ասված։ Իսկ կներեք, կասեք, ինչ աղջիկներ են ձեզ դուր գալիս ու ինչ ոչեր կան աղջիկների մեջ, որ միանգամից կասեք չէ։ Այ օրինակ սիրում եմ, որ ինձի խանդում են, ես էլ ինքս խանդող մարդ եմ։ Բայց պետքա որ ոչ թե կապրիզնի լինի, որ երեխեքի նման չէ, որ չէ, ես sense կոմպրոմիսի գար։ Հա, պետք է այն որ իրար հասկացված այդ հարաբերությունը ստեղծել էլի։ Իսկ ինչ արտաքինի աղջիկների եք հավանում։ Տենց ոչ գեր, ոչ շատ նիհար։ Միջին արտաքին էլ։ Ինչ ասել եմ միջին արտաքին։ Ասենք գեր չլինի, թմբլ չլինի, նորմալ։ Գեր եւ թմբլ մարդիկ էլ են նորմալ, բայց Մերսի, որ ինձ ասցիկան նորմալ։ Չէ, զշում ասել անոր։ Դա ասես հանգիստ էլ է, որտեղ ասես նիհարը չէ։ Դες որ մենակ դու չես։ Չեմ խաղում ես։ Լավ, արտաքին ստանդարտները հասկացանք, հիմա ավելի 90-60-90-ը որ ասում են, դրանց մի քիչ պլյուս մինուս չի խանգարում։ Մինուս չի կարող լինել, որովհետև 90-60-90-ը ոչ իրատեսական չափանիշներ են միջին վիճակագրական կնոջ օրգանիզմի համար, սա եկեք ֆիքսենք, որովհետև կինը կարող է քաշի տատանումներ ունենալ ու այդ նորմալ երևույթ է, կարևորը կին հետևի իր առողջությանը։ Որտեվ կարևորը ոչ թե տղամարդու ճաշակը եւ էսթետիկան, այլ կնոջ առողջությունը նախ եւ առաջ։ Անցնենք արտաքինից ավելի ներքին հատկանիշների, ինչ հատկանիշներ կան կեցվածքի բնավորության մեջ, որոնք ձեզ կարող են գրավել, գրավիչ թվալ։ Ամենակարևորը որ նա լինի հայեցի ու
չի խանգարի, որ մի քիչ թիթիզ լինի։ Մի քիչ բացենք, ինչ ասել է հայեցի։ Որովհետև մեր Լուիզան ինքը մի քիչ ոչ ստանդարտային առումով, որ ինքը նկարահանումների է գնում, դերասանական ոլորտից է ասած, արվեստի մարդ է իր ասելով։ Դուք պատրաստ եք տենց աղջկա ընդունեք։ Դե ընդունելի է, բայց նայած ինչ տեսարաններ կլինեն։ Իսկ եթե նկարահանումները ուշ են ավարտվում, ուշ տուն վերադառնալուն ո՞նց եք վերաբերում։ Այդ ուշ տուն վերադառնալուն մենք իրար հետ կվերադառնանք տուն, որովհետև չի լինի այնպես, որ ես գնամ տանը սպասեմ, թե իմ կողակիցը երբ է գալու։ Գնալով նկարանման հրապարակում սպասեք։ Դե մոտակայքում, որ ավարտվի, ես ուղեկցեմ կամ իրար հետ գնանք տուն։ Նույնիսկ եթե օրինակ հաջորդ օրը առավոտյան դուք շատ վաղ պետք է արթնանաք, տենց ժամը 4-ին միևնույնն է կգնաք կսպասեք իրեն։ Իմ համար խնդիր չի։ Սոսյան 33 տարեկան եք, բայց այսքան ընթացքում չեք ունեցել հա լուրջ հարաբերություններ։ Ճիշտ հաստատացա։ Բաժանվել են։ Ամուսնացած եք եղել բաժանվել։ Սկզբից չէիք ասում։ Դե ամուսնանալու հետ կապված չհարցրեցիք։ Հա։ Հարաբերություններ հարցրեցիք։ Իսկ երեխաներն ամուսնացել է հարաբերություն։ Այո, 3 երեխան։ 3 երեխա։ Այո։ Տղես 9 տարեկան։ Վայ։ Իսկ ներեք քանի տարի եք ամուսնացած եղել։ 10։ Իսկ կապ պահում եք ձեր կնոջ հետ նախքին։ Երեխաներիս հետ ոնց։ Իսկ ինչը ստիպեց նորից հավատալ սիրուն եւ նորից կյանքը կապել կնոջ հետ։ Առանց սեր անհետաքրքիր է։ Ինչ հարցեր ես տալի Դե հիմա հետաքրքիր է։ Ամեն մարդը սա կյանքը չի կարելի մենակ ապրի։ Իհարկե, մենք իրականում շատ բարդ պատասխաններ ենք ման գալիս շատ པարզ հարցերի մեջ։ Նինա ջան, շատ լավ էր ասված, շատ լավ էր ասված, բայց շատ կարևոր է միայնությունը, մենակությունը փարատելու համար կողակից չփնտրել, որովհետև էդ էլ կարող է ինչ-որ sense սխալ ընտրության հիմք դառնալ, հաստատ էմոցիաներով էլ հնարավոր է գտնել կողակից, որ նաև մենակությունը փարատի, բայց մենակ այդ հանգամանքով ինձ թվում է, այսում կարծիքն եմ ասում, ինձ թվում է այդքան էլ ճիշտ չի։ Իսկ կարող ենք արդեն շատ ինտրիգային ձևով անցնենք ժամադրությունների, ես մի հատ ինտրիգային տեքստ ասեմ։ Անհամբեր եմ նին։ Արդյոք մհերը կրկին անգամ կվստահի աղջիկներին, իսկ սոսը իր ամբողջ կյանքը կլինի միայնակ, թե ոչ, կիմանանք ժամադրությունների ժամանակ։ Բրավո։ Մերսի։ Ժամադրություններ, ինտրիգներ ու կրքեր։ Այժմ գնում ենք 3 ավելորդների հետքերով, թե 3 ավելորդներով ենք գնում ժամադրության հետքերով։ Օ, բրավո։ Շնորհակալ եմ։ Ձերան նկասեք։ Լուիզա։ Ուրախ եմ հաճելիայի մամնել Մհերա։ Ուրախ եմ։ Սենց մի հարց։ Քեզ ինչ ձևի տղաներն են հետաքրքրում։ Բարի։ Ահա։ Գնահատող։ Ահա։ Սովորող կարևոր է դա։ Կարալի։ Մի քիչ էլ տեսքով։ Սենց մի հարց։ Դու խանդո տղաների հետ կշփես։ Դե նայած ինչ աստիճանի։ Այդ աստիճանի, որ ասի ստեղ մի գնա, այնտեղ մի գնա, ինձ ձերքի իմ աշխատանքից։ Չէ, աշխատանքը հասկանալի է։ Բայց դե կարա լինի նենց պա, որ տղային դուր չգա։ Դա նորմալ է, որ քեզի արգելի ինչ որ տեղ գնալ կամ չգնալը դեմ կլնես։ Ինչ որ չափով հա։ Ինչու։ Դե Ես կողմ եմ։ Ես կողմ եմ։ Տղայի անունից ես։ Դե Դե կողմ լինես։ հա, դա ճիշտ է, դու տղա ես կարաս։ Բայց Էս բայն կոկարցիկը միազայրան հարցրու։ կարա ինձ օրինակ ասի այսօր մի գնա ինչ որտեղ, դրամադրեմ իրան, դրիվորը, բայց դե սահմաններ պետք է ունենա, էլի։ դե կարա նենց այդ օրն էլ կամ հաջորդ օրը նենց տեղ լինի, որ ցանկանա միասին գնաք։ Դու դեմ կլինես։ Ինչ որ տեղ։ Դեմ լինի։ Դեմ չեմ լինի այն դեպքում, որ նկարանման չլինեմ կամ գործի չլինեմ։ Նկարանմանը, եթե ինքը քեզ ներքև սպասի կամ ինչ որ անընդհատ զանգի։ Դե անընդհատ Դու մա դուր զանգել կարի, է, քո դուրը կգա քեզ անընդհատ զանգեն, մհե։ Դա ճիշտ։
Լավ, Սուսան։ Դե անընդհատ զանգելու ինչ որ սիրում եմ ուշադիր տղամարդ, հենց չի որ իրան մեկ լինի ես որտեղ եմ ուր եմ ինչ եմ անում, բայց չափի մեջ էլի, ոչ 10 անգամից ավել։ Օրը թե ժամը։ Չէ օրը։ Okay, հասկացա։ Իսկ դու ինչպես աղջիկ ես սիրում։ Չխափի, ամենակարևորը նենց անի որ վստահ եմ իրեն ու ամենակարևորը խանդոտ չլինի ինքը։ Շատ խանդոտ չլինի։ Իսկ եթե խանդոտ լինի, նայած ինչ չափի։ Եթե անընդհատ զանգիացի ուր ես ինչ ես անում, հաստատ չէ։ Չեմ շփվի տենց։ Մինչև 10 անգամ օքեյ։ Մեկից ավելն էլ չի օքեյ։ Այսինքն Եթե մի անգամ ասում եմ, չէ, եթե մի անգամ ասում եմ, «Էս ինչ տեղն է», ուրեմն ինքը երկրորդ անգամ տենց ասեմ, չզանգ։ ժամ ունի, 24 ժամ կարող է դուք այդ նույն տեղում չեք լինում։ իսկ դու դեմ կլինես, որ ասենք քո կողակիցը ժամը գիշերը 1-ին, 2-ին տուն գա։ Հա, բա ոնց։ Հաջողի չի Ասեք լինի։ որտեղից եք տուն գալիս, նախապատմություն Հա, ասեք։ դե օրինակ գործից, նկարանումից, ամեն տեղից, կամ ընկերուների հետ կաֆեից։ Այո, դեմ կլինեմ, այո։ Դեմ եք։ Հա, որտեղ գիշերվա ժամը 1-ին ընկերուների հետ մի քիչ սիրուն չի։ Իսկ չեք կարա դուք գնաք իրան բերեք տուն։ Իր հետ պիտի լինեմ։ Այդ ժամին իր հետ պիտի լինեմ։ Եթե ինքը Չէ, ասենք օրինակ վերջանումա ժամը 1-ին։ Ինքը զանգում է, ասում է, որ արի իմ հետևից։ Դու կգնաս։ գնալը պալիբոմը պիտի գնամ։ Չեմ կարող մենակ թողնեմ։ Չեմ էլ կարող մենակ թողնեմ այն դեպքում, եթե ինքը պատրաստ է մինչև գիշերվա ժամը 1-ը 2-ը ընկերուների հետ մնա, պարտադիր պիտի ես կողքը լինեմ։ Ասենք ոնց ես պատկերացնում 5 հատ աղջիկ մի հատ տղա։ Դե պատկերացնելը տենց Դժվար է։ Դե հա, պատկերացնելը հա, բայց դե ըստ ինձ ավելավա ես որ ասում եմ իմ աչքի դեմը լինի, ես ասենց ասեմ մի քիչ կոպիտը արխային լինեմ։ Քո կարծիքով այդ բառներ կոպիտ է։ Չէ, արխայինը մի քիչ եթերային չէր, էլի։ Ես ասացնեի չէ կոպիտ է։ Մի հատ խնդիր է դերես։ Չէ, բայց եթե աշխատում է նկարահանումների լինի, ընկերուհիների հետ ժամանցը թողենք մի կողմ, խոսենք նկարահանումների մասին։ Կամ ուրիշ կողմ։ Նայած ինչ նկարահանումները։ Էդ էլ կարա լինի։ Օրինակ ինչ նկարանում, սովորական նկարանում։ Դե դեմ չեմ լինի։ Դեմ չեմ լինի, կամ նկարահանումներ կան տարբեր տեսակի, դրա համար ասեցի, նայած ինչ նկարահանում, էլի։ Հա, ես լրիվ հասկացա։ Ինչ նախասիրություններ ունես։ Իմ մասնակցությամբ լուսանկարել, զբաղվել սպորտով, Վիդեո նկարահանել, օպերատորություն, ֆոտոներ, ոլորտից եք ինչ որ չափով։ Ահա, Բնականաբար գեղեցիկ ֆիլմեր ես դիտել, որպեսզի քո մասնագիտությունը ավելի online ես, չէ՞։ Հիմա Լուիզային հարցրու, արդյոք նա դիտել է այն ֆիլմերը, որը դու ես դիտել։ ես նենց ֆիլմեր եմ դիտել դու իմ հետ, իմ դիտած ֆիլմերը, Ֆիլմի անունը ասա, որ իմանա որ ֆիլմ։ Ասես ինչ ֆիլմեր։ ֆիլմի անունը դե Օրինակ որն է քո ձեր սիրելի։ ճիշտ ասած չեմ հիշում։ Այս տարի Օսկարը կինոօպերատոր ստացավ պատմության մեջ առաջին անգամ, դա հրաշալի ձեռքբերում է։ Կանանց համար հա։ Առհասարակ մարդկության համար։ Կարող եք ինչ-որ ֆիլմեր թվարկել, հասկանանք Լուիզան տեսել է կամ Լուիզա ջան։ Դու ինչ ֆիլմեր ես սիրում դիտել։ Ինչ ժանրի։ Մի քիչ ռոմանտիկայի մեջ, ընտանեկան, ռոմանտիկա, տենց։ Իսկ դու։ Ну մոտավոր տենց ավելի շատ ես ռոմանտիկ ֆիլմեր եմ դիտում, որ մի քիչ էլ այդ ֆիլմերից եմ սովորում որոշ բաներ։ Հա, դե լավ։ Մելոդրամաների մասին է խոսքը։ Իսկ հայկական ֆիլմեր նայում ես։ Չեմ նայում։ Չեմ սիրում։ Չեմ Մի սիրում։ րոպե, բա նախ red flag։ Հա, մենք հրաշալի ֆիլմեր ունենք, հրաշալի Չէ, հին ֆիլմերի շեն, նոր ֆիլմերից եմ ասում, չեմ սիրում սերիալները։ Մեր հայկական սերիալները չեմ սիրում։ Ուրիշ է, սերիալը ուրիշ է։ Խնդրում եմ եկեք սկսենք տարբերել, որովհետև Մի րոպե, հետնատ հաստատ։ Դու ասա որ ժանրի ինչ ֆիլմերը, ֆիլմերի անունը ասա, որոնք ես սիրում։ 3 հատ քո սիրելի ֆիլմերը ասա։ Չեմ ուզում այդ հարցին պատասխանեմ։ Չգիտեմ, խի, բայց չեմ ուզում պատասխանեմ։ լավ ձեր իրավունքն է, կարող եք արդեն մեզ անտեսել եւ միասին շփվել։ Իսկ ասացի հայկական կինոներ, սերիալներ շատ չես նայում։
Որակ չեմ տեսնում էջում։ Իսկ ազատ ժամանակդ ինչով ես զբաղվում։ Եթե իհարկե ազատ ժամանակ ունենում եմ, ասենց ասեմ։ Նորից ազատ ժամանակ սիրում եմ ֆոտոներ անել, լուսանկարել։ Տարբեր։ Ընկերի ունեցել ես։ Հա, ունեցել եմ։ Իսկ դու ընկեր ունեցել ես։ Իսկ ինչքան ժամանակ անց է։ 6 տարի։ Իսկ մի քանի ամիս։ Իսկ սենց քեզ մի հատ հարց, եթե մարդ ալարում է, ինչ որ գործ անի, բայց եթե դու լինես այդ տվյալ մարդու կողքին, կցանկանաս այդպես մարդու կողքին լինես ու իրար հետ ինչ որ մի գործ սկսեք, որ ինքը քեզ տեսնելով կամ դու իր կողքին լինելով, ինքը ավելի շուտ դու հավաքի ու այդ գործը անի։ Դու կցանկանաս տենց մարդու հետ, որ իրար հետ կյանք ստեղծեք, զրոյից։ Զրոյից կյանք ստեղծելը շատ դժվար է, բայց հա, եթե իրոք սիրեմ, կարամ։ Եթե ինքը լրիվ իմ ուզածով լինի։ Ձեր ուզածով, այսինքն ոնց մեկնաբանեք էլի, եթե կարելի է մեկնաբանեք էլի։ Ինձ հասկանա, իմ գործը հասկանա, իմ աշխատանքը հասկանա, իմ ժամերի մեջ տեղավորվի։ Դե հա, շատ լավ շփվում են, ու մենք չենք մեկնաբանել, գրեթե չենք մեկնաբանել, մի քանի ռեպլիկ եղել է, բայց հիմնականում մենք ուղղակի հետևում ենք ձեր ժամադրությանը, որովհետեւ կոմֆորտ իրար հետ շփվում եք։ Այ Լուիզա ջան, կոմֆորտի մասին մենք ավելի ուշ կխոսենք, բայց տեսնում եք շանսեր երկրորդ ժամադրություն գնալու, ուզում հարցս Մհերին ուղղել։ Կգնաք երկրորդ ժամադրության։ Հա, հաճելի էր։ Ձեզ կխնդրենք արդեն սպասել դուրսում, որովհետև մենք գնալու ենք երկրորդ ժամադրության։ Շատ բուրըն եւ շատ թեժ քննարկումներով ժամադրություն ունեցանք, որքան էլ այն բնութագրեցինք հանգիստ, բայց մենք էլ այդպես փոքրիկ արձագանքներ ունեցանք։ Հիմա ինչ ես խոսում եմ երկար, այստեղ ընթանում է երկրորդ ժամադրությունը։ Բարև ձեզ։ Բարև։ Ես Սոսնան։ Լուիզա։ Շատ ուրախ եմ, շատ գեղեցիկ անուն ունեք։ Շնորհակալություն։ Որտեղից եք Լուիզա ջան։ Երևանից։ Ես էլ եմ Երևանից։ Ինչով եք զբաղվում։ Կոսմետոլոգ եւ դերասանուհի։ Նոր սկսված դերասանուհի։ Իսկ ինչ եք դուք ակնկալում ինձանից ու ինչ եք պատրաստ տալ։ Անկեղծություն, հավատարմություն, այդ երկուսը համ կարամ ակնկալեմ, համ կարամ փոխանցեմ։ Իսկ քանի որ խոսեցինք անկեղծությունից, անկեղծ կլինեմ, ես եղել եմ նախինում ամուսնացած, այժմ բաժանված եմ, ունեմ բալիկներ։ Դա ձեզ խանգարում է, թե ոչ։ Դե նայած ինչ հանգամանքներում է այդ բաժանումը եղել ու ինչի համար, դա շատ կարևոր է։ Իսկ դու քանի որ գիտես արդեն որ ես բաժանված եմ եղել, իմ համար շատ կարևոր է այն, որ իմ հաջորդ կողակիցը, այսինքն եթե աստծո կամքով լինեք դուք, իմ երեխաներին կընդունեք այնպես ինչպես մերը։ Հա, կարա լինի։ Իսկ դուք եթե ամուսնացած չլինեիք, կուզեիք ձեր կողակիցը ամուսնացած բաժանված լիներ, այսինքն դեմ չէիք լինի։ Ձեր հարցին sense կպատասխանեմ։ Իմ համար ամուսնացած բաժանված լինելը դա մարդկային ինչ-որ չափանիշ չի կամ որակավորում չի։ Քանի որ կարևորը մարդս մարդ լինի։ Դե հա։ Ճիշտ է։ Դուք ինչով եք զբաղվում ազատ ժամերին։ Ես ազատ ժամանակները շատ քիչ եմ ունենում, բայց սիրած մարդու համար ժամանակ հաստատ կգտնեմ։ Իսկ ինչով եք զբաղվում։ Ես լուսանկարիչ եմ ու միջոցառումներ եմ կազմակերպում։ Հա, իսկ դու ինչ որ աշխատանքի ժամային գրաֆիկի հետ խնդիրներ ունես, օրինակ քո սիրած էակը, ասենց ասած, ժամը եթե 2-ին տուն գա գիշերը կամ 1-ին կամ вообще չգա, դեմ կլինես։ Ես եթե իմ սիրած էակը նկարահանումներ եղավ,
եթե շատ ուշ ժամ եղավ, ասենք շատ ուշը դա 10-ից հետո, այսինքն երբ որ ես ազատ ժամանակ ունեմ ու պետք է գնամ տունը նստեմ բազմոցին, որը սպասեմ թե պետք է իմ կողակիցը գա տուն, ես կգնամ իրան նկարահանման հրապարակին հարակից տարածքում կսպասեմ, որ իրար հետ գնանք տուն։ Միգուցե ճանապարհին ինչ որ միտեղ նստենք մի քիչ հանգստանանք, մաքրոտ շնչենք կամ քայլենք, նոր հետո տուն։ Իսկ կարող է հաց ուտեք։ Միգուցե։ Եթե սոված եմ։ Իսկ եթե ես ժամը 2-ին օրինակ զանգեմ ասեմ, որ սոված եմ, ինչ կանես։ Ինչ կանեմ։ Չասեմ ոչ մի Լսի, Լուիզա, դու ժամը 2-ից Ասում եմ, չէ, գիտես, այդ բաները ես իրոք ասում եմ իրականից։ Բայց հարցը գիտես որ նույնիսկ դու ժամը 2-ին ես միշտ մտադիր տուն գաս, որտեղ ես ժամը 2-ը շատ ես պրաբիտանում։ Հիմնականում ես գիշերները սովածանում եմ ու մի անգամից ասում եմ սոված եմ։ Ու ինչ կանես դու այդ դեպքում։ Ոնց որ մեր ջրերը սենց մի առով գնում է։ Ես էլ Եք կարող գիշերը սովածանում։ Ես կարող եմ գիշերը քնած լինեմ, հելեմ հաց ուտեմ ու նոր պարկեմ քնեմ էլի։ Նման եք էլ այդ առումով։ Ոնց որ համընկնումներ ունենք էլի։ Իսկ հայկական սերիալներ, կինոներ նայում ես։ Ճիշտն ասեմ, ժամանակ չեմ ունենում, որովհետև չեմ սիրում ազատ ժամանակ ունենալ։ Իսկ եթե ունենում եմ, ուրեմն տրամադրում եմ տան անդամներին։ Ընտանիքի հետ եք ապրում։ Չէ, առանձին։ Դե շատ տղա։ Իսկ խանդոտ եք։ Շատ։ Իսկ դուք։ Նայած ինչ դեպք լինի։ Իսկ դու ինչ ես սիրում առօրյա կյանքում։ Սիրում ես ճանապարհորդել։ Դե դա բարձր շատ։ Իսկ մեքենայով ճանապարհ գնալ։ Հա, շատ։ Այ օրինակ եթե մի օր զանգեմ ասեմ գնում ենք բնության գրքում, բայց այնտեղ ոչ ինտերնետ կա, ոչ մի բան չկա։ Ոչ մի տիպի կապ չի բռնում։ Նման հանգիստը քեզ դուր կգա։ Դե ինչքան ժամանակ կտևի այդ հանգիստը։ Ինչքան ժամանակ առանց ինտերնետ պետք է մնամ։ Չեմ կարող ասեմ։ Կարող է հրավիրում են, ասենք, ընտանեկան, ընկերական միջավայրում մի շաբաթ, 10 օր, մի 20 օր։ Դե չէ, չեմ գա, հաստատ։ Առանց ինտերնետ չեմ կարող։ Մի օր ավել չեմ կարող։ Իսկ դեմ ես սիրային տեսարանների կամ կողակցի համար էլի։ Միանշանակ։ Բայց սիրային տեսարանը կարող է ասենց էմոցիաներով, դիմախաղով լինի, ավելի բան նկարագրենք։ Սիրային տեսարանը նկատի ունի համբույրի տեսարան, ամբողջային տեսարան խաղակ մեզ համար։ Կռիվ անեք։ Շատ հետաքրքիր զրույց ունեին եւ ինձ թվում է նախասիրությունները կթողենք, որպեսզի քննարկենք երկրորդ ժամադրության ընթացքում, եթե Լուիզան շանս տա Սոսին։ Սոս, դու եթե Լուիզան համաձայն լինի կգնաս իր հետ երկրորդ ժամադրության։ Այո։ Այս հարցի պատասխանը արդեն մենք ունենք։ Հիմա Սոսին կխնդրենք, որպեսզի նա հեռանա եւ Լուիզայի հետ կքննարկենք, թե ում շանս կտան նա։ Մենք որքան հնարավոր էր միջամտեցինք եւ ընթացքում մեկնաբանեցինք ժամադրությունները։ Հիմա հերթը հենց Լուիզայինն է։ Խնդրեմ մեկնաբանեք թե առաջին ժամադրությունը էմոցիաները, թե երկրորդը, ու մի քիչ համեմատենք, հասկանանք, էլի մարդկանց չէ բնականաբար ժամադրությունները։ Դե երկու ժամադրություններն էլ ինձ թվում է որ լավ էր, բայց իրանք երկուսն էլ անկեղծ բարի տղաներ էին, բայց ստեղ կա մի հատ բայց։ Եվ որն է այդ բայցը։ Լուիզան շատ սերիալային է։ Թե որ բայցն է կիմանաք մյուս հաղորդման ընթացքում։ Որն է այդ բացը։ Երևի կարող է շատ վատ նայվի իմ ասածը, բայց իրանք իմ ճաշակով չէին։ Ոչ մեկին չեք ընտրում։ Դե դա էլ է ընտրություն եւ դուք ունեք դա ընտրելու իրավունքը բնականաբար, անգամ ընկերական չեք դիտարկի իրենց։ Չէ, որպես ընկերական կդիտարկեմ, ես սիրում եմ մարդկանց հետ շփվել, ընկերներ ունենալ, դեմ չեմ, բայց
որպես կողակից Չեք պատկերացնում չեմ իրեն։ պատկերացնի։ Շատ լավ։ Մենք ամենայն դեպս փորձեցինք։ Այո, ամեն դեպքում Մեզանից ինչ գնում էր Այո, ապրես Լուիզա ջան, հուսամ ժամը 2-ին կազատվես։ հաց կուտես։ Ապրես որ մասնակցեցիր, հիմա ապրես որ մեզ եկար հյուր, շատ հետաքրքիր։ Մերսի որ հրավիրեցիք, շատ հետաքրքիր էր ինձ։ Ինչ ասեմ, մենք 3 ավելորդներով այսօր չունենք ոչ մի ընտրություն, բայց դա մեզ չի փխրեցնում, որովհետև մենք լիքը այլ հաղորդումներ ունենք, որտեղ մարդիկ ընտրություններ կատարել են եւ ուրախանանք իրենց հաջողություններով եւ ուրախանանք նաեւ Լուիզայի հաջողությունով, որը նույնպես ինչու ոչ հաջողված է։ Այո, եւ մեզ շատ հաճախ են հարցնում, թե մենք ունեցել ենք կազմավորված զույգեր, թե ոչ։ Այո, մենք ունեցել ենք կազմավորված զույգեր։ Դե մենք ասում ենք ձեզ Ց, որ էլի հանդիպենք ու էլի միասին գնանք ժամադրության։